Բարև ձեզ, Արմենիան Հայաստանի հեռուստաընկերության հետագան լուրերն են։ Արցախի դրոշը Արարատի Ցյունաբադ քաղաքին։ Իրանը պատասխան հարվածներ հասցած է Բահրեյնի եւ Հորդանանի ամերիկյան ռազմագայաններուն։ Նոր գիրք հայկական մշակութային ժառանգության պաշտպանության մասին։ Վարտերու քաղաքը, Վանի, Պերտ, Ախալկալակի համույթները հաջողությամբ ելույթ ունեցան Գաբրիել Սոնտոգյանի թատրոնին մեջ։ Իրանը արագորեն վերականգնած է հարվածերեն վնասված ենթակառուցվածքները։ Հայկական արվեստը Ամերիկայի մեջ։ Արցախի դրոշը անգամը եւս ծածանած է Արարատ Լերան քաղաքին։ Հերմինե Զարգարյան իր էջին վրա հրաբարագած է հուզիչ տեսանյութը, ուր կտեսնվի թե ինչպես ան հաղթահարելով բարձունքը կհասնի Արարատի Ցյունաբադ քաղաքին եւ հբարդորեն կծածանե Արցախի դրոշը։ Հաղորդումներ կան Բահրեյնի մեջ ամերիկյան նավադորմի շտաբին եւ Ալ-Սահիրի ռազմագայանին վրա կատարված հարձակումներուն մասին։ Իրանական լրատվամիջոցներուն համաձայն խոցված են վարելիքի բահեսներ եւ զորանոցային շինություններ։ Հորդանանի մեջ ալ հարձակման ենթարկված են օտանավերու անկարն ու անոնց տեխնիկական սպասարկման գետերը։ Կորնել համալսարանի հրադարակչությունը լույս ընծայած է ժառանգության հետաքննություն գիրքը, որ կներկայացնե մշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման եւ պաշտպանության խնդիրները, կիրառելով արբանյակային պատկերներու, թվային արհեստագիտություններու եւ պատմական աղբյուրներու համադրված վերլուծություն։ Գիրքին մեջ առանձնահատուկ տեղ հատկացված է Արցախի եւ Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգության անդրադառնալով 1988-ին 2023 թվականներուն հայկական եկեղեցիներու, վանքերու, խաչքարերու եւ այլ հուշարձաններու ոչնչացման եւ յուրացման դեպքերուն։ Աշխատությունը կներկայացնի նաև CHW նախաձեռնության գործունեությունը, որը 2020-ի վեր անգախ մշտադիտարկում կկատարի շրջանի մշակութային ժառանգության ժամանակակից գիտական մեթոդներով։ Գիրքը կարևոր ներդրում մնե մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտին մեջ, ընդգծելով փաստահեն հետազոտություններու եւ պատմական հիշողության պահպանման կարևորությունը։ Վերջին տարիներուն Ինոցմինդայի մեջ իրականացված են բազմաթիվ ենթակառուցվածքային աշխատանքներ, վերանորոգված են հանգիստի կոդիներ, բուրակներ, մանկական խաղահրապարակներ, մարզասրահներ եւ այլ հանրային տարածքներ։ Այսօր քաղաքը կհիշեցնե Վարտերու Բարդեզմը իր գեղեցիկ վարդերով, թուփերով եւ մանկական ժպիտներով։ 2025 թվականի աշխատանքներու ավարտին Ինոցմինդայի քաղաքապետը գոչ ըրած է բնակիչներուն հարկանքով պահպանել ստեղծվածը, որբեսի հնարավոր ըլլա իրականացնել նոր ծրագիրներ եւ շարունակել քաղաքի բարելավումը։ Վանի Պերտը, որ կգտնվի ներկայիս Թուրքիո տարածքին, Վան քաղաքի մոտ, հիմնավոր Դուշպա քաղաքին միջնապերտն ու արքայական նստավայրներ, Դուշպան Ուրարտուի թագավորության առաջին մայրաքաղաքներ։ Պերտը հիմնադրված է Քրիստոսի առաջ 9-րդ դարուն Ուրարտուի արքա Սարտուրի առաջինի օրով։ Անոր ստորին բարիսմերը կառուցված են խոշոր սրբադաշ բասալտե քարերով առանց շաղախի, իսկ հետակային ավելցված են հում աղյուսե աշտարակներ եւ պաշտպանական կառույցներ։ Մոտ 100 մետր բարձրությամբ ժայռի վրա կանգնած Վանի Պերտը գդիրե Վանալիջի արևելյան ափին եւ կհամարվի հայկական լեռնաշխարհի կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններեն մեկը։ Ախալկալակի 7 բարային համույթներն ու աշխուղական դպրոցի դհոլահարներու խումբը մասնակցած են Երևանի Գաբրիել Սոնտոգյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին մեջ կայացած միջազգային փառատոնին արժանանալով մեդալներու եւ բադվոկրերու։ Բադվոկերի արժանացած է նաև Ախալկալակի ակումբներու միավորման տնօրենը, աշխուղական դպրոցի գեղարվեստական ղեկավարը, հայ-վրաց մշակութային գաբերու զարգացման ներդրումին համար։ Ռուսաստանի հայերու միության Կրասնոդարի բաժանմունքի նախագահ Վլադիմիր Մանուչարյան շնորհակալագիր հանձնած է Ախալկալակի քաղաքապետ Մելքոն Մակարյանին հայկական մշակույթի պահպանման եւ Ճավախքի քարուն փառատոնի աջակցության համար։ Վերջերս Ախալկալակի մեջ կայացած Ճավախքի քարուն փառատոնին մասնակցած էին նաև դեղական եւ արտերկրի ժամանած համույթներ, նպաստելով հայկական մշակութային ժառանգության պահպանման ու դարացման։ Իրանը վերականգնած է վերջին ամիսներուն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներեն վնասված ենթակառուցվածքները։ Վերականգնված կառույցներուն շարքին կգտնվին գամուրջներ, նավահանգիստներ, լեռնային հրթիռային ռազմագայաններ եւ արդյունաբերական կենտրոններ։ Այս զարգացումը մտահոգություններ առաջացուցած է շարք իսրայելցի պաշտոնյաներու մոտ։ Իսրայելի հակաօդային պաշտպանության նախկին հրամանատարը նշած է, որ Տեհրան ունի չափազանց տպավորիչ կարողություններ արդյունաբերական արտադրության եւ վերականգնման ոլորտներուն մեջ։ ԱՄՆ-ի հիմնադրման 250-ամյակին նվիրված հայկական արվեստը Ամերիկայի մեջ շարքի 3-րդ հոդվածը կներկայացնե հայերու նշանակալի ներդրումը Միացյալ Նահանգներու երաժշտական կյանքին մեջ։ Հայկական ցակումով երաժիշտները ամերիկյան երաժշտական արվեստին մեջ հանդես եկած են որպես կատարողներ, հորինողներ, բազմագործիկ նվագողներ եւ երաժշտական նորարարներ, միաժամանակ պահպանելով հայկական երաժշտական ժառանգությունը։ Հայկական հարուստ ավանդություններեն ներշնչված բազմաթիվ արվեստագետներ ստեղծած են նոր ուղղություններ, ապրաբնթած են
համայնքային կապերը եւ նպաստած Սփյուռքի մեջ հայկական մշակույթի դարացման։ Հայ երաժիշտներու հաջողությունները կվկայեն, որ հայկական երաժշտական ժառանգությունը կշարունակի կարևոր դեր ունենալ ԱՄՆ-ի մշակութային բազմազանության մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։